այս պահի դրությամբ եւ անցած տարիներին ուրեմն մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Երբ որ ասում ենք ԵԱՏՄ, առավելապես հասկանում ենք Ռուսաստանը, բայց մենք տեսնում ենք, որ հիմա շանս կա նաև Ղազախստանի հետ ինտեգրվելու, շանս կա ինչ-որ բանով Բելարուսի հետ ինտեգրվելու, բայց դոմինանտը իհարկե գերակշռողը դա Ռուսաստանն է 90% եւ ավել։ Միայն գյուղատնտեսությունը չի, նաև շատ այլ ալկոհոլային խմիչքներն են, դրա հետ կապված պահածոներն են, տոմատի մածուկն է, նաև մեքենաշինական շատ արտադրանքներ եւ այլն, այս ամեն ինչը պետք է հաշվի առնել։ Այս առումով մենք պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ հետագայում, ասես հիպոթետիկ բան եմ ասում, քաղաքական որոշում կայացվի դեպի ԵՄ, պետք է դրա մինուսները, դրա ազդեցությունը բացասական հաշվարկենք մեր երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի վրա, հա, ասենք հիմա սկսած ընդունենք այդ գազի ներկրման ընտրից, շուկաներից մեր արտահանման կառուցվածքը միտված է դեպի ռուսական շուկա։ Հիմա ո՞նց ենք դա, չէ՞ որ դրանք աշխատատեղեր են, դրանք բիզնեսներ են, դրանք ամենատարբեր բնույթի հավասարակշռություն է, հենց որ դու փորձում ես այդ հավասարակշռության ողնաշարը տատանել, կարող ոչ թե ճկվի միայն, այլ կարող է նաև ջարդվի։ Այսինքն այդ ռիսկերը պետք է շատ ճիշտ հաշվարկել։ Դա չպետք է լինի ի հաշիվ մեր ժողովրդի համար շատ կոնկրետ մարդաբանական, գոյաբանական ռիսկերի առաջացման։ Դա սա լուրջ ռիսկեր կարող է առաջացնի։